90-ի սկիզբներին մենք արդեն անհագստացնող լուրեր էինք ստանում տարածաշրջանից, ազերիների որակայքների վերաբերյալ, արդեն գիտեին, որ տարածաշրջանում գործում են շտաբները։ Մարտին Չիլինգարյանը պատմում է 22 տարի առաջ Արցվաշենում չնախատեսված կռիվների մասին, կռիվներ, որի հետևանքով 65 հոգի զոհվեց։ Այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ հնարավոր է Հայաստանի հյուսիս-արևելքի այդ անառիկ ամրոցը Արցվաշենը այդքան հեշտությամբ կզիջվի թշնամուն։ Հենց այդ կռիվները դարձան պատճառ, որ ստեղծվեց Կիրովականի Արցվաշեն հայրենակցական միությունը 1990 թվականի փետրվարի 6-ին։ Այդ օրվանից սկսած յուրաքանչյուր 2 տարին մեկ միության անդամները հավաքվում են, խոսում ու քննարկում կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին։ Այս տարի հրավիրված ժողովին նոր անելիքներ կային։ Միության անդամները պիտի ընտրեին նոր նախագահի, ինչպես նաև քննարկվելու էին օրակարգի 4 կարևոր հարցերը։ Մինչև գործին անցնելը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների հիշատակը։ Մենք փաստորեն այսօրվա ներկայացուցիչների, ովքեր ներկային, մեծ մասի հետ զրուցել ենք եւ տեսել ինչ հարցեր են ուզում, ըստ դրա կազմել ենք օրակարգ։ Ըստ էության օրակարգը ոչ թե ներկայացվեց, իմ կողմից ներկայացվեց, չէ, ոչ թե որ մենք այդպես ենք մտածել մի երկու հոգով, այլ բոլորի հետ զրուցել ենք, տեսել ինչ հարցեր կան, որոնք առաջնահերթ են։ Օրինակ հուշահամալիրի կառուցման խնդիրը։ Արցվաշեն հայրենակցական միությունը ունի 300 անդամ, ժողովին ներկայացել էր 50-ը։ Ներկաների որոշմամբ միության նոր նախագահ ընտրվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Յուրա Ղուլյանը։ Պատվավոր նախագահի կոչում շնորհվեց միության արդեն նախկին նախագահ Մարտին Չիլինգարյանին։ Այսօրվա տվյալներով մեր գյուղը ամբողջովին հողին հավասարեցված է, գերեզմանները հողին հավասարեցված են, բայց Արցվաշենցու ոգին կա։ Այսօրվա հաշվետու ժողովի նպատակը մեկ անգամ եւս հավաստելն է, որ մենք կանք, որ մենք հավատարիմ ենք մեր հողու ջրին, որ մենք պատրաստական ենք համախմբվելու, մեր նպաստը բերելու մեր հայրենիքի ազատ անկախ Հայաստանի կայացմանը։ Միության նոր նախագահը խոստացավ հաջորդ հանդիպելուց պարզ ճակատով պատմի կատարված գործերի մասին։ Հաջորդ հանդիպումը 2 տարի անց է։ Գևորգ Դերցյան, Վազգեն Մինասյան, Մոլորակ։